Ողջույն, ես Մկրտիչ Իսրայելյանն եմ։ Հայաստանի ընդդիմությունը տարիներ շարունակ փորձում է իրեն ներկայացնել որպես ազգային փրկիչ, բարձրագոչ խոսքեր, պաթոսային գրառումներ, ելույթներ։ Իբր միայն իրենք գիտեն, թե ինչպես պետք է ղեկավարել պետությունը, բայց իրականությունը բազմիցս ցույց է տվել, երբ այսպես ասած այդ ազգային փրկիչները ստանում են իշխանության թեկուզ փոքր լծակ, արդյունքը լինում է կործանարար։ 2023 թվականին Արցախում իշխանափոխությունը տեղի ունեցավ հենց այդ ընդդիմադիրների աջակցությամբ։ Օրինական ընտրված նախագահին ինտրիգներով եւ մանիպուլյացիաներով հեռացրեցին եւ առաջ բերեցին մեկին, որի միակ առավելությունը ընդդիմադիրների քմահաճույքները կատարելն է։ Այն ժամանակ հայտարարում էին, թե իբր տեսեք, թե ինչ փոփոխություններ ենք անելու Արցախում։ Տեսանք, փոփոխությունների փոխարեն ստացանք կորուստ։ Արցախը դադարեց գոյություն ունենալ։ Նրանք, ովքեր Շահրամանյանին բեմ բարձրացրեցին, այսօր լուռ են, իբր կապ չունեն այդ ամենի հետ։ Բայց դա հենց նրանց անպատասխանատվության հետևանքն էր։ Նույն ձեռագիրը կրկնվեց Գյումրիում։ Այսպես ասած, ժողովրդի թեկնածու անվան տակ առաջ քաշվեց Վարդան Ղուկասյանը, իսկ քարոզարշավը կառուցվեց մերկ դեմագոգիայի վրա։ Այս երկիրը վատն է, մենք կփոխենք այն կարգախոսով։ Հաղթեցին, իսկ ընդամենը 6 ամիս անց Գյումրու նոր ղեկավարը հայտնվեց կաշառքի եւ չարաշահումների սկանդալի կիզակետում։ Այս ամենը վկայում է մեկ պարզ ճշմարտության մասին։ Այս ընդդիմությունը քաղաքականապես գաղափարազուրկ եւ անպատասխանատու խմբակ է, որը պոպուլիզմի եւ կեղծ հայրենասիրության միջոցով փորձում է վերադառնալ իշխանության։ Իսկ երբ պատահմամբ կամ մանիպուլյացիաներով թեկուզ փոքր իշխանության լծակ են ստանում, սկսում են մսխել, քանդել եւ փախչել պատասխանատվությունից։ Արցախը կորցրեցին առանց աչք թարթելու, իսկ Գյումրին այսօր արդեն խայտառակում են։ Ես Մկրտիչ Իսրայելյանն եմ, կհանդիպենք։